Ջոն կապվածին մանկականին շոյցանի հետ, որտեղ ես դաստիարակում և մեծանում էի մի միջավայրում, որը հիմա ես հասկանում եմ, որ դա մեծ նկարիչի ընտանիք էր։ Այն ժամանակ այդպիսի բաների մասին ես հասկացողություն չունեի։ Եվ իմ առաջի տպավորություններն են կապված գունաշխարհի հետ, գույների հետ, ներկի հոտի հետ, որտեղ ամեն ինչ բոլոր զգայարաններով էր ընկալում, և դա իհարկե այնպիսի տպավորություններ են, որոնք ամբողջ կյանքդ տանում ես քեզ հետ։ Ես շատ լավ եմ հիշում այն շրջանը, երբ հայրս Սունդուկյանի թատրոնի կարծեմ 5-րդ տարեդարձի հետ էր կապված, երբ ուրեմն միջի անգամ լավ լուսանկարիչներ կամ թե չէ հնարավորություններ չկար լուսանկարները այդ դերասանների ցույց տալ, և նա օրական մի քանի հոգու դիմանկարներ էր նկարում, գալիս էին մեր տուն, այն ժամանակ մենք ապրում էինք Ռուբենի փողոցի վրա, դա մի կավե, այսպես ասած, տնակ էր, և գալիս էին այնտեղ մեծ դերասաններ։ Հետագայում ես հասկացա, որ դրանք հանճարեղ մարդիկ էին, Բահրամ Փափազյանը, Արիս Ոսկանյանը, Հասմիկը, Միքայել Մանդելյանը և շատ կարկառուն դերասաններ։ Ես նստում էի հորս կողքը, նայում էի, թե նա ինչպես է աշխատում։ Ինչպես երևում է, վաղ շրջանում ինչ-որ ընդունակություններ ունեցել եմ նկարելու, բայց իհարկե դրանք բավականի ուշ ավելի դրսևորվեցին, որտեղ այն ժամանակ երբ պետք է որոշվել ինչ պետք է ես դառնամ, որ ուղղությամբ պետք է գնամ, ես զբաղվում էի և նկարչությամբ և երաժշտությամբ, հայրս ինձ ասեց, գիտես ինչ, մեծ նկարիչների որդիները շատ երկար ժամանակ գտնվում են նրանց ազդեցության տակ, և ավելի լավ կլինի, որպեսզի դու խուսափես այդ ճանապարհից, զբաղվես երաժշտությամբ, որտեղ քեզ մոտ երաժշտությունը նույնպես բավականի վառ, այսպես ասած, դրսևորումներ ունի։ Իսկ ինչու՞մ է դա կայանում։ Ես դեռ 3 տարեկանից մորս նվագակցությամբ երգում էի բավականի մեծ քանակությամբ երգեր։ Մոտ 30-ից ավելի երգեր։ Իսկ բացի նրանից, որ ուրեմն ես ինքս երգում էի մորս նվագակցությամբ, ես լսում էի իմ քեռուս երգեցողությունը, նա հոյակապ գիտեր մեր ժողովրդական երգերը, Մուշեղ Աղայանը, հայտնի մեր ֆոլկլորիստներից է, իմ մայրս էլ բավականաչափ երգեր գիտեր, այդ երգեցողությունը նույնպես ինձ ուղեկցում էր և տպավորվում էր իմ մեջ նամանավանդ մեր ժողովրդական երգերը։ Հետագայում ես 1928 ընդունվեցի կոնսերվատորիա, այն ժամանակ դեռ չկար երաժշտական դպրոց, ուսումնարան, այդպիսի բաներ չկային։ Կար կոնսերվատորիա, որը հիմնվել էր 1923 թվականին, նա կոչվեց կոնսերվատորիա, դրանից առաջ 1 տարի կոչվում էր երաժշտական ստուդիա։ Դա Հովհաննես Մելիքյանի իհարկե ձեռքով ստեղծված մի հաստատություն էր, որը դառավ մեր երաժշտության դարբնոցը։ Այդտեղ 1934 թվականին հիմնվեց մի խումբ երեխաների դասարան, որտեղ ընդգրկվեցին Արնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը և ես, հետագայում մյուս տարի արդեն մեզ միացավ Էդվարդ Միրզոյանը և մյուսները։ Մենք
ստեղծագործում ենք միջև այդ խումբը ստեղծելը եւ ոչ ոք մեզ չէ պատվիրում որպեսզի մենք ստեղծագործում ենք եւ դրա համար էլ այդ հանգամանքը եղավ պատճառը որ մեզ ընդգրկեցին այդ խմբի մեջ ես պետք է ասեմ որ մեր տանը լինում են այնպիսի կարկառուն դեմքեր ինչպիսին են Երուշե Չարենցը, Դերենիկ Ստիլիչյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն և գրողների անունները տվեցի և նրանք բավականի ակտիվորեն օգնում էին որպեսզի մեր մշակույթը զարգանա բոլոր իր բնագավառներով դրա համար օրինակ զարմանալի չէր որ Երուշե Չարենցը տպագրեց փոքրիկ Արնո Բաբաջանյանի առաջի քայլ երգը որտեղ դա նշանակություն տվեց նա նշանակություն տվեց հետագայում այսպիսի իհարկե անձնավորություններ ես հիմա եմ արդեն այդ անալիզները անում որովհետև ավելի ուշ Ալեքսանդր Իսահակյանը մեր տան զարդերից էր նրանց ընկերությունը, նրանց մտերմությունը, խոսակցությունները իհարկե չէին անցնում մեր կողքից ես և եղբայրս այդ խոսակցությունների մասնակցություն ենք դառնում և դա շտեսնյակ իհարկե բարություն էր գործում երեխաների զարգացման նրանց դաստիարակման նրանց մտածողության վրա ընդհանրապես հետագայում մեր կյանքը այնպես դասավորվեց ես նկատի ունեմ այդ հանգամանքը որ ես և Արնո Բաբաջանյանը 1938 թվականին որոշեցինք մեր պրոֆեսիոնալ գիտելիքները ավելի խորացնելու նպատակով եկնել Մոսկվա շարունակելու դրությունը և եկանք Մոսկվա իհարկե մեզ իսկին չընդունեցին կոնսերվատորը ասելով որ գիտելիքները դեռ այն մակարդակի վրա չեն չնայած շնորհք բայց պետք է մեկ տարի պատրաստեք գնեսինի երաժշտականությունները մեկ տարից հետո Արնո Բաբաջանյանը ընդունվեց կոնսերվատորիա, իսկ ես գնացի բարակ։ Այդ ժամանակ հիմնական պատերազմ էր և այնպես դասավորվեց, որ երկու տարուց ես պետք է վերադառնայի, բայց 41-ին սկսվեց հայրենական մեծ պատերազմը և 4 տարի էլ ես պատերազմի մասնակից տարա։ Այս պատերազմի շրջանի մի շարք տպավորություններ մի կողմ ուզում եմ թողնել և անդրադառնալ մի էպիզոդի, որտեղ ծնվեց երաժշտությունը։ Ուրեմն 1943 թվականի գարուն մեջ բավականի խիստ ռմբակոծվում էր այն կամուրջը, որը մենք պաշտպանում ենք, իսկ ես հակաօդային ուժերում էի, այսպես ասած ծառայում, և հանկարծ մի երեկո բավականի լավ եղանակ էր արևը արդեն տաքացնում էր և այնպեսի բարություն ստացանք, որ արևմուտքից ինչ-որ թռչունների երան է գալիս և ես հիշեցի մեր վերաբերմունքը դեպի քրունկները այդ պահից մի քանի ակնթարթ հետո հասկացանք, որ դրանք ոչ թե թռչուններ են, այլ ինքնաթիռներ, որոնք սկսեցին ուրեմն ուժեղ ռմբակոծություն և մի քանի վայրկյանից հետո ամբողջ երկիր ամեն ինչ իրար խառնվեց։ Դրանից հետո այդ տպավորությունը միայն որ կրոնկներին ես հիշեցի, ծագեց մի մեղեդի
Կրնայ հիշատակել մի քանի դեպքեր ավելի շուտ դրվագներ կապված իմ երաժշտության հետ, որ ես գրում կինոյի համար։ 52 թվին Գրիգոր Մելիք-Հավաքյանը ստեղծեց એક ֆիլմը «Մանրուք» երկիցական մի ֆիլմեր կարճամետրաժային եւ դրա համար խնդրեց որ ես երաժշտություն գրեմ, ես երաժշտությունը գրեցի եւ այնպես դասավորվեց, որ մեր դիրիժորները նայեցին ֆիլմը, շատ խնդրեցին, որ ես դրանից մի ինչ-որ ստեղծագործություն կազմեմ եւ գրեցի սիմֆոնիկ պատկերներ։ Այդ պատկերները բավականին տարածում գտան։ Իսակջան, գեցես, տեմպերի կեմացա, արի մի կեզ համպուրեմ։ Սանդրոս Կարպիչ, ուշ է, գուցե նախ գնայինք շենք ընդունելու։ Հոգիս չէ շտապում, Սանդրոս Կարպիչը գիտեի անելիքը։ Առաջին օրը չէ, որ ղեկավարում է ընդունիչ հանձնաժողովը, օրենք է, նախ կշնորհավորեմ, հետո կընդունեմ։ Սանդրոս Կարպիչը գիտես ինչ մարդ է, դուշ։ Սանդրոս Կարպիչ, ես շատ նախագահներ եմ տեսել, բայց ձեզ պես նախագահ չեմ տեսել։ Սանդրոս Կարպիչի կենացը։ Սանդրոս Կարպիչ, ուշ է, գուցե գնայինք։ Հարկավոր է գնալ։ Պետք է շենքը տեսնել ինչպես կլինի։ Սանդրոս Կարպիչ, սիրելիս, այդպիսի տներ են կառուցել։ Միսակ Սողոմոնյանն առանց պարգևատրման դեռ տուն չի հանձնել։ Գնանք